Բարեձեզ, սկսում ենք այդ խաղային մամլոասլիսը, Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Այժմ մարզիչը կայտնի կարծիքը, հետո կարող եք հրված և հարցերը։ Ինձ թվում է, չի ասի, թե սա մեր լավագույն խաղն էր, խաղի որակի առումով, բայց նույնիսկ այդ խաղով էլ մենք կարմիր քարտը մի քիչ խաղի վրա ազդեց, ոչ թե մի քիչ, այլ շատ ազդեց, չնայած 10 հոգով էլ մենք 1-0-ի ժամանակ պետք է վերջակետ դնեինք, երկրորդ գոլը խփեինք, ունենք այն ինչ ունենք, ոնց որ այս նորից կրկնեմ, սա մեր լավագույն խաղը չէր։ Շնորհակալություն հարցեր։ Մինասյանի երկրորդ հագեցում թիմը հիմնականում պաշտպանվում էր եւ փորձում էր հակագրել, արդյոք այդպես եք մտածել, թե խաղը ստիպեց։ Չէ, մենք չէինք պաշտպանում, ուղղակի դիմացը գնդակ լավ չէր մնում, այդ գնդակները որ առաջ էր գնում, շատ արագ հետ էր գալիս։ Ես դրա համար ասես, սա մեր լավագույն խաղը չէր, որովհետեւ դա մեր ուժեղ կողմն է։ Եվ մյուս հարցը Կերուշի վերաբերյալ նա կարմիր քարտ ստացավ, նաև Փյունիկի դեմ խաղում անհաջող գործեց, ինչ եք դուք ինչ կասեք նրա խաղի մասին։ Այն ինչ որ ես ուզում եմ տեսնեմ, դեռ չեմ տեսնում, բայց փառք Աստծո, ես անդադ անգամ ասացի, մենք սպասում ենք, երբ կապակինվի ու լավ մարզավիճակ կհավաքի բանը, կոմերսիոն։ Երկրորդ խաղն այն խաղում է, այսօր ավելի երկար խաղաց, տպավորությունը լավն է։ Այդ դիրքում մեզ կոնկուրենցիա է պետք ընդամենը, բայց դա չի նշանակում, որ ժողովում ինչ որ մենք գտնում ենք, որ ինքը վատ խաղաց։ Ոչ, ինքը լավ ֆուտբոլիստ է, ուղղակի կոնկուրենցիայի դեպքում ավելի հավաքված կլինենք։ Շնորհակալություն։